Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դա ինչ, մինչ ազգային ժողովում քննարկում են արտահերթ նիստով մնացած 44 օրինագծերը, գնում են հարց ու պատասխաններ, երբեմն սուր հակադրություններ եւ ոչ պարկեշտ իմիջայլոց, մինչ հետո կգնան արձակուրդ, մինչ հետո կձևավորվի արդեն նոր ազգային ժողովը, կա մի քաղաքական ուժ, որ տեղը տիտիկ չի անում, չի մտածում երկրորդ քայլի մասին, չի հասկանում, որ շուտով գալու է ազգային ժողով ու պահանջներ են հնչելու, շարունակում այն ինչ-որ հեռահար փոխհրաձգություն կազմակերպել եւ թիրախավորել ազգային ժողովի կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջադրած տեխնացու ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին։ Եվ գիտեք, շատ հետաքրքիր է, որ համացանցը թերթում ես ու տեսնում ես մի աղբյուրից մի նյութը տարբեր ձևերով, տարբեր մարդիկ, ով 2-3 հատ լայք ունի, մի անգամից sense տարածել են։ Ինչ են տարածել։ Տեսեք, թուրքական այս, թուրքամետ այս վիլայեթաց ման կողմնակից իշխանությունները Ռուբեն Ռուբինյանին բերում են ազգային ժողովի նախագահ, մարդ, ով Թուրքիայում է եղել, ով Թուրքիայից է ուղարկած թուրքերի կամակատարն է թուրքերի։ Այսպես լավ, այս մարդկանց ատելությունը թուրքերի հանդեպ պիտի որ շատ մեծ լինի, հետևաբար ինչ-որ կերպ պիտի թուրքերի դեմ դա դրսևորեն։ Չէ՞, ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի բոյկոտի տեսքով, ինչ-որ գործողությամբ, բայց չէ, չենք տեսնում դա։ Մենք տեսնում ենք պախարակման հիանալի մոդել այս պարագայում Ռուբեն Ռուբինյանի հանդեպ, թիրախավորում եւ դեմոնիզացիա։ Ես մի խորհուրդ տամ ձեզ ուժեղ Հայաստանի փոքրիկ խմբակի նորելուկ քաղաքական գործիչներ, ովքեր որ շուտով լինելու են ազգային ժողովում։ Եկեք ամեն դեպքում այսքան մի փորձեք աղմկել, որովհետև դուք հեսա խելոք վերցնելու եք ձեր մանդատները, Ռուբեն Ռուբինյանը ընտրվելու է ազգային ժողովի նախագահ, հետո խելոք լսելու եք ազգային ժողովի հրահանգները, որովհետև չլսելու դեպքում պապացան ուղակի ձեզ շպրտելու է դուրս, լսելու եւ հնազանդվելու եք ու այդ ժամանակ ես, տեսեք հիմա ինչքան բան եմ, չէ, նախապես ասել, հետո արել եմ, հետո դուք նեղվել եք, հետո չեք հասկացել, այդ ժամանակ ես գրառում եմ անելու, ասելու եմ իրենց իսկ հայտարարած թուրքամետ Թուրքիայից ուղարկված Ռուբեն Ռուբինյանի կամակատար ընդդիմադիր պատգամավորներն են, համեցեք, հիացեք, ձեր իսկ լոգիկայով եթե շարժվենք, Ռուբեն Ռուբինյանը եթե լինի ազգային ժողովի նախագահ, ես կլինի ազգային ժողովի նախագահ։ Եթե դուք մի բան այն չանեք, ասում եք խելոք մնացեք, խելոք չեք մնալու, այսինքն դառնալու է ձեր ձևակերպած թուրքամետ Թուրքիայից ուղարկված Ռուբեն Ռուբինյանի ենթականն եք դառնում։ Եկեք ձեզ որպեսի 2 ամիս անց չդնեք ծիծաղելի իրավիճակում առնվազն իմ գրառման տեսքով, իսկ ես այդ գրառումը կանեմ պարտադիր։ Դա անպայման եմ անելու, որպեսզի դուք հասկանաք, որ երբ որ մի բան խոսում եք, դա ունի հետևանքներ եւ քաղաքականությունն առհասարակ Միքայելյանի խառը խշտիկ աղմուկ բարձրացնելը չի։ Քաղաքականությունը, եթե այստեղ դու մի բան արել ես, 10 տարի հետո կարող է վերադառնա ուղիղ ճակատիդ։ Ինքը լուրջ բան է։ Ոչինչ, կթրծվեք, կմեծանաք, կհմտանաք, բան չկա։ 5 տարի էլի տենց եղել են, հաստատ ձեզանից նենց թույլ չեն եղել։ Հիմա խելոք սիրուն կգնաք։ Սա իր հերթին, բայց ինչն է այստեղ հետաքրքիր։ Երբ որ առաջին անգամ Ալիկ Ալեքսանյան ազգանունով մի հանցագործ, ով փողերի լվացման մեջ է մեղադրվում եւ հիմա գտնվում է կալանքի տակ, ով ամեն ինչ էր անում փրկելու համար իր պոզիցիան, իր փողերը, իր պատկերացմամբ իր պայծառապագան, բայց բոլորի հաշվին, էլի, մնացածների հաշվին, սա առաջին անգամ դուրս եկավ ամիսներ առաջ ու Ռուբինյան, ես դու Թուրքիա ես գնացել եկել մի քանի ամսով։
ասի լավ, տեսնեմ Ռուբինյանը ինչ կպատասխանի, որովհետև նենց ուժից նենց համարա ռուսական պասպորտով, որ կպատասխանի երևի։ Նստած սպասում էի ու պատասխանը շատ չուշացավ, այսինքն շատ չսպասեցի, Ռուբինյանը բավականին քմծիծաղով, տենց թեթև բանով, պատասխանեց, որ այո, նա մի քանի ամիս եղել է Թուրքիայում, հրադինքի, հեսա կկարտամ ինչի շրջանակներում, հա, ու նա միայնակ չեղել իմիջայլոց, հազարավոր մարդիկ են եղել այդ ծրագրի շրջանակներում, ու ինչ է ինչի։ Հետո այդ թեման անցավ, հասկացան, որովհետև իրանք հայտնվում են ծիծաղելի իրավիճակում, մի բան չգիտեն ու ասում են, էլի։ Իրանք չէին սպասում, ճիշտն ասած, որ Ռուբինյանը կպատասխանի, իրանք պետք էր իրենց էլեկտորատի մեջ այս բանը գեներացնել, էլի, իրանք տենց բաներ ունեն, օսլայած մազերով նստած թուրքերից է խոսում, էլի։ Երբ որ թուրքը մեր դռան դեմներ չեն եղել, ոչ մեկ չի եղել, երբ որ թուրքը դռան շեմը անցել էր ու մեր զինվորին էր կրակում, սրանց հոպարը, սրանց ֆինանսավորողը կողմերին կոչերանում նստել բանակցությունների սեղանին, մոռացել էր, որ հայա, Հայաստանից է գնաց է բան, իրանք արդեն ռուս են, ռուսաստանցի են, այսքան բան, հա, հիմի հիշել են թուրք բառը, իհարկե դա Գալուզինը կամ Կիրիենկոն շշնջացել, ասել են այս թուրք բառի շրջանակներում կաշխատեք, որովհետև ձեր ժողովուրդը թուրք բառից ալերգիա ունի, դա անընդհատ օգտագործեք, տենց վիրավորեք, տենց մտեք, որ բան լինի, դեմոնիզացիան աշխատի։ Մի խոսքով, Ռուբինյանը շատ պարկեշտ ակուրատնի սիրում, պատասխանեց, սրանք լրվեցին, տևական ժամանակ չէին խոսում, մեկ էլ ես 3 օրա, ամեն նորելուկ թիթեռնիկ, մոծակ, արջուկ, փղիկ, բեգեմոտիկ անգամ, դուրս է եկել հիշելա, որ ես ինչ կա բա Ռուբինյանը բաբարն է, լավ, ես որպեսզի մի քիչ չդառնա այս կողմից ու այն կողմից, ես մի քիչ ավելի օբյեկտիվ մարդու, ոչ թե մի քիչ, այլ բավականին օբյեկտիվ մարդու հրապարակում կարդամ, խոսքը Սեփա Սաֆարյանի գրառման մասին է։ Վերանանք անձերից, համակրանքներից ու հակակրանքներից։ Ինչպես վերաբերվենք նրան, եթե մի քաղաքում մի քաղաքական ուժ առավոտից երեկո վիրտուալ թե ֆիզիկական ամբիոնից անընդհատ հայտարարի, որ Ալիևը ճշմարտությունն է բարբառում, ճիշտ է ասում, Էրդողանը ճշմարտությունն է բարբառում, ճիշտ է ասում, արդարացնեն նրանց ամեն քայլն ու նրանց ամեն միտք կրկնեն որպես բարձր արձանի կնքված ճշմարտություն։ Ազգովի արդարացիորեն կթքենք կմրենք նրան, միգուցե այն աստիճան, որ տվյալ առանձնակը չկարողանա էլ փողոց դուրս գա։ Այդ դեպքում ինչ տարբերություն, եթե դա ասելուց անունները փոխվում են, եւ դա ասում է Ռուսաստանի մեծ ու փոքր չինովնիկների անունով։ Եթե ասվածը խայտարակություն է, այլանդակություն է, միջամտություն է, ուրեմն կապ չունի, չէ՞ թե ասողնով է։ Ասենք օրինակ պատկերացրեք, մի հատ մարդ, իր համար մարդ կանգնած առավոտի ծիրիկուն գովերքի ասի, Ալիևին լսեք, Ալիևը միշտ ճիշտ է ասում, Էրդողանին լսեք, Էրդողանը միշտ ճիշտ է ասում։ Ոնց կվերաբերվենք, չենք ասի, ապուշմատ գնաց տեղից։ Բայց այ երբ որ դա ասում է ռուսաստանցի օլիգարխը եւ նրա եղբորորդին, հանրապետականի որդի հանդիսացող եղբորորդին, սա ուրիշ բան է։ Սա քաղաքականություն է։ 5 տարի է Ռուսաստանի պրոպագանդիստները, նրանց թվում նաև ուռուսկացին Մարգոն, Հայաստանի իշխանությունների մասին խոսելիս օգտագործում են FND բառը։ Հենց Մոսկվայում է մշակվել Հայաստանի եվրոպական կուրսը թուրքականացման հետ նույնականացնելու, իսկ Հայաստանի իշխանություններին թուրքահապատակ ներկայացնելու նարատիվը։ Այս հատվածը նայեք ինչ է։ Եթե դու իրենց հետ չես, ուրեմն դու Եվրոպայի հետ ես, եթե Եվրոպայի հետ ես, ուրեմն թուրքերի հետ ես։
Եթե դու արևմուտքի հետ ես, ՆԱՏՕ բան, թուրքերի հետ ես դու ուրեմն։ Կներեք, մենք ապահեում ենք, չէ՞ հիմա։ Ադրբեջանը ապահեում չի։ Ապահեում է։ Ու ադրբեջանականացրել եք 30 տարի։ Ինչի մասին է խոսքը։ Բայց իրանք տենց են նստացնում մարդկանց ուղեղին, էլի որ Եվրոպան քանի որ ճանապարհները չերես Թուրքիա, ուրեմն դուք թուրքական եք։ Կներեք, Ռուսաստանի ճանապարհներն են չերես Թուրքիա։ Շատ դեպքերում։ Ընդ որում ռազմատեխնիկական իմաստով նույնպես։ Ընդ որում Հայաստանի դեմ, Արցախի դեմ բառացիորեն զինվորների մակարդակով, կենթանի ուժիշ մինչև տեխնիկա։ Հետո շարունակենք։ Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն ինչ քայլ արել է ԵՄ, ԱՄՆ հետ մերձենալու, հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, կրեմլյան ուռուցքները անմեղսունակաբար դա ներկայացրել են թուրքացում, վիլայեթացում, ըստ այդմ երկրի իշխանությունները ներկայացվել են որպես թրքապտակ, ու այդ ամենը կրկնել են նրանց տեղական հիբրիդները։ Անմեղսունակ նարատիվին փաստարկ տալու համար անգամ հիմնավորում է ներկայացվել ճակերտերով հիմնավորումը իշխանության այս կամ այն անձի տվյալ դեպքում Ռուբեն Ռուբինյանի Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի փոխանակման ծրագրով դաշտային հետազոտական գործունեությունը Թուրքիայում, որը տարիներ շարունակ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Այդ ծրագրին մասնակցել են երկու կողմից հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր մարդիկ, հետազոտողներ, փորձագետներ, ուսանողներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, նայած թե փոխանակման թեման որն է եղել։ Ես մասնակցություն չեմ ունեցել, բայց նախկինում մեր ինստիտուտի կողմից նման այց ունեցել է նաև մեր նախկին փորձագետ Գևորգ Մելիքյանը։ Շատ ուրիշներ վերադարձել են արժեքավոր հետազոտություն կատարած։ Այն քննարկվել է Հայաստանի փորձագիտական շրջանակներում ու այսպես շարունակ։ Նարեկ, տեղյակ չեք եղել։ Չնայած որ տեղից ցենց բաներից տեղյակ լինեք, ձեր ինչին է։ Մի խոսքով, Կրեմլը այս ամենը արել է 5 տարի շարունակ իմպերատորին մերձ պրոպագանդիստներով։ Ինչպեսին հանդիսանում ես նաև դու, Նարեկ, քո փոքրիկ խմբակով։ Հասկանում եք։ Եվ հիմա քաղաքական դաշտում այս նորելուկ առանձնյակը, որի քաղաքացիության խայտառակ պատմության սկանդալը Ռուսաստանում բարձր մակարդակով մի կերպ փակվեց, նրան հանելով Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ քաղաքացի հարկատուների ցանկից 1 տարի քաղաքականություն չմտած ամեն ասոր կրկնում է Մարգոյի թեզերը։ Ասես Մարգոյի մետաստազները լինեն մեր երկրում, քանի որ այս տեսակը կարծես թե կարմիր գծեր չունի, վաղն էլ ունակ է նույն հաջողությամբ կրկնել Զեյնաբ Խանլարովայի թեզերը, կամ ազգային ժողովում երկել նրա երկերից մեկը, եթե Մարգոն այդպես ուզի իհարկե։ Բայց պարոն Սաֆարյան ջան, ես չեմ հասկանում, թե ինչու ես կասկածում կամ ասում եթե կամ կարող է, ինչ ես ասում։ Կներեք, դաշնակները, Հայաստան դաշինքի պատգամավորը, մեր ազգային ժողովում ադրբեջանցիների հորինած երկը կրկնեցին Նոլդու Փաշինյան։ Հենց այդպես ադրբեջաներենով։ Խանլարովան հələ սովետական մի քիչ բաներ, հələ շատ նորմալ մեղմ կդիտվի։ Չնայած հանրապետության հրապարակում մոտավորապես դա էլ արեցին, սեփական համակիրներին ըմբոշխնել տվեցին ադրբեջանական բառն ու բանը, այո։ Իհարկե, իշխանության մեծագույն ձախողումն ու մեղքն է, որ բավական ծանր քրեական հոդվածներով հարուցված քրեական գործերով անցնող եռագլուխ հրեշի 3 գլուխները կարող էին Հայաստանում անարգել կուսակցություն բացել, մամուլ ֆինանսավորել, ընտրարշավ անել, իսկ հետո էլ ազգային ժողովում պատգամավոր դառնալ, ստանալով մեր բոլորիս վճարած հարկերից բարձր աշխատավարձն ու պարգևավճարը, որպեսզի ազգային ժողովում էլ մեզ Մարգո ու Զեյնաբ լսացնեն։
Ես հույսս կտրել եմ, որ իշխանությունը ունակ է նման կտրուկ քայլերի գնալ։ Առավել եւս երբ համոզվել է, որ ինքը փայլում է ու այլընտրանք է նմանների ֆոնին։ Իշխանությունն ինքն է ընտրել այսպիսի տեսակի հետ մրցակցելու օպցիան, իր կարճաժամկետ ընտրական օգուտները գերադասելով երկրի երկարաժամկետ օգուտներից, եւ ձեզ քննադատությունը բավականին սուր եւ քաղաքական։ Բայց մի բանում դեռ հույսս չեմ կտրել, իմ հասարակության կտրուկ ռեակցիայի հարցում։ Հայաստանը պրախադնոյ դվոր չէ, որ գնան տարիներով Նատաշների, անգամ Իվանների հետ թավալ գան, իսկ հենց այդ տեսակն է, որին առերեսվում ենք տասնամյակներում, վերջում էլ գան հավակնեն մեզ իշխանություն կամ ընդդիմություն լինելուն։ Բավականին սուր գրառում էր, որ ես չէի կարող չընթերցել։ Իմիջայլոտ, ասում Հայաստանի Նարեկ Կարապետյան, Հայաստանի պատմության առաջին թուրքամետ արժանախագահ, սխալվում ես։ Սերժա Քոչարյանականների արժանախագահների մեծամասնությունը առավել 100 անգամ թրքամետ եղել քո պատկերացրած թրքամետից, քան կարա լինի, օրինակ, Ռուբեն Ռուբինյանը բացարձակ թրքամ, որովհետեւ մեծ չի, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմաբևեր քաղաքականություն ավարում, բազմաբևերի մեջ տարբեր բևերների ուղղությամբ կան նշանակված անձիկ, Թուրքիայի ուղղությամբ նշանակված է Ռուբինյան, հնարավոր է նաև հաշվի առած լինելով այդ հանգամանքը։ Կներես, իսկ դու որտեղ ես սովորել։ Աշխարհի ինստիտուտների մի առելի տոկոս ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից։ Տեղյակ ես։ Պաստորեն բոլորը թուրքեր են։ Եթե ռուս չեն, ուրեմն թուրք են, վերջ։ Սա բանն է, երկաթե լոգիկան է ուժեղ Հայաստանի։ Ի տարբերություն քեզ, Նարեկ Կարապետյան, Ռուբեն Ռուբինյանը սովորելուց հետո գնացել է բանակ, ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում։ Վերադարձել է ծառայությունից, սովորել է, այո, պրակտիկա է անցել, զբաղվել է քաղաքականությամբ, բավականին հետաքրքիր կենսագրություն ունի, եթե բացեք ու ընթերցեք։ Ինձ հետաքրքիր է քո կենսագրությունը։ Հոպարի լվացած փողերն ես փրկում, դրա համար ես պատրաստ ցանկացած հայ մարդու թուրք անվանել։ Ինչ արժի դա։ Օրինակ հոպարը ունի, իբր 4 միլիարդ ունի, չնայած 4 միլիարդ չի կարա ունենա, ինքը ունի 200-ից 400 միլիոն դոլար, չի կարա ինքը 4 միլիարդ ունենա։ Ինքն շատ լավ գիտի, որ այդ փողը իրենը չի FSB-ինն է։ Եվ FSB-ինն է, այո, տենց է աշխատում FSB-ն։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ վերցնելու է ու վերջ։ Հա։ Դուք հանուն FSB-ի ինչքան հեռու եք պատրաստ գան։ Օրինակ, եթե ես ունենամ 5 միլիարդ ու քեզ վճարեմ, դու կգնաս քեզ Մարգոյի երեսին։ Այդ տեսակն եք դուք։ Որտեղ հաց, ընդեղ կաց, որտեղ փող, ընդեղ հայրենիք։ Դուք հայրենիքի ներսում չեք։ Ձեր պատկերացմամբ հայրենիքը ձեր գրպանում է։ Այո, ես երբ որ լսում եի ձեր քարոզարշավը տնտեսական ուղղությամբ, ձեր կուսակցությունը նենց ուզում էր դասավորվել տնտեսական հիմնականում ուղղությամբ, դրա համար էլ աշխատող եք արել, թե օրինակ պաշտպանության ոլորտում ինչ կարելի է անել, ու մի տիկնոջ եք ուղարկել հանրային հեռուստատեսում, որը որ չգիտեմ, խայտարակ բաներ էր խոսում, խայտարակ, ու եթե նա ներկայացնում էր ձեր քաղաքական ուժը այդ ոլորտում, կներեք դա սարսափելի է պարզապես։ Չնայած որ մեր շատ հայրենակիցներ որոշեցին, որ կարելի է, այո, կարելի է ձայն տալ։ Բայց ոչինչ, դա ընտրություններ է, որոշել են։ Անկամ տնտեսագիտության, տնտեսական ոլորտի մասին, երբ որ խոսում եք, դուք դա անում եք բավականին տգետ ձևով, ու մի փոքր գրագետ քաղաքացուն պարզից էլ պարզ էր, թե ամեն նախադասության տակ
ինչքան եք ատում ժողովրդին ու ոնց եք ուզում խափելով ձեն քերել։ Իմիջիայլոց հեսա գալու եք ազգային ժողով։ Ու ինչ պիտի անեք, կասեմ կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, վերադառնանք եւ ես ուժեղ Հայաստանի այս փոքրիկ խմբակին ասեմ, թե ազգային ժողով մուտք գործելուց ինչ հարցադրում պիտի անեն։ Քանի որ նրանց տասնապետերն ու հարյուրապետերը գուցե միայն հարց տալուց են լավ եղել, բայց լսելուց լավ չեն եղել, որ այդպիսի բնավորություն ունեն թե դաշնակները, թե հանրապետականները, թե նրանց միախառնումից առաջացած որոշակի բաներ, քաղգործիչ իրենց հռչակած անձիկ։ Ուրեմն տեսեք, դուք ազգային ժողով մտնելուց պիտի ասեք հետևյալը, առաջին հարց։ Պարոն Ռուբինյան, հենց իմի մոտենում ես բարձրախոսին ու ասում ես ինչ է իրանում Թուրքիայում։ Վերջ։ Չնայած դուք այդ հարցը չեք տալու, չեք կարող տալ, դուք պատիծակերից է ձեր հարցերը։ Դուք անմիջականորեն հարցեր չեք կարող տալ։ Գոնե սկզբի շրջանում դժվար է լեզուներները պտտվի ձեր բերանի մեջ, բայց երբ որ դուք սենց համացանցերով հարցադրումներ եք անում, սրանց հետևորդներին եմ ասում։ Մի քիչ կամք դրսևորեք, գնացեք տեսեք հակառակ կողմը ինչ է պատասխանում։ Ոչ թե ասեք, ուխիշ լավ, ասի այդ տես սպորտը դրեցից տեղս, այս բաներն չի անում, հետո ու պատասխանը չի գնում լսելու։ Ասես բախի չես բացել լսես, օրինակ կառավարության նիստում էս ինչ նախարարը պատասխանել է այս ինչ հարցին։ Ես նրանցից զզվում եմ, չեմ նայի։ Բայց գիտես այդ հարցի կարիքը կար թե չկար։ Այս տեսակի վրա է իրանց հույսը։ Այս որ տարածում են, այս տեսակ քաղաքացիների համար են տարածում։ Այսինքն իմ ուշքը գնում էր Ալիկ Ալեքսանյանի ու Նարեկ Կարապետյանի համար։ Ես նայում էի նրանք ինչ են ասում, հետո գնում էի ճշտելու ինչ են պատասխանում։ Ոչ։ Դա քաղաքական դաշտն է, որպեսզի ես ունենամ նախասիրություններ, որպեսզի ունենամ քաղաքական ընտրություն կատարելու համար բազա, ես պիտի լսեմ բոլորին ու անալիզ անեմ, հարցերն էլ պատասխաններն էլ նոր գնամ ընտրատեղամաս։ Հասկանում եք։ Հիմա կգնաք, այնտեղ մի հատ Շիրազ ունեն, փոքր մի հատ երիտասարդ տղա ունեն, շատ լավ է, որ երիտասարդները թեմայի մեջ են, շատ լավ է, հակրած կսովորեք։ Այդ որ հիմա ամեն մեկը դե ասա, հեսա կգնաք ազգային ժողով։ Ռուբեն Ռուբինյանը կասի, կունենաք անընդունելի հարցեր, հարցադրումներ կտակ, պատասխաններն էլ կստանաք ու վերջ։ Ես այդ պատասխանները կդնեմ այսօր արված գրառումների տակ։ Թող 2 ամիս ուշ լինի, ոչ մի խնդիր։ Կսպասենք։ Մեկ անցնելու է այդ 2 ամիսը, չէ՞։ Որովհետև սա քաղաքական այլասերվածություն է, տեսեք, ես չեմ ուզում դիտարկվի, թե ստանձնել եմ Ռուբեն Ռուբինյանի փաստաբանի դերը։ Ոչ, բացարձակ, ոչ էլ դրա ցանկությունը ունեմ, չնայած շատ հարգում եմ Ռուբեն Ռուբինյանին։ Ինձ համար քաղաքական դաշտի այլասերումը խիստ խնդրահարույց է, որպես քաղաքացի, ու ես գնահատական եմ տալիս այդ քաղաքական այլասերվածությանը։ Տալիս եմ մոտավորապես այն տեսքով, ինչ տեսքով, որ քաղաքականությունը մատուցվում է ինձ։ Հասկանում եք։ Դուք Նարեկ Կարապետյան դեմ եք Թուրքիայի հետ սահմանի բացմանը թե կողմ։ Ուղիղ հարց եմ տվել։ Հռետորական հարց է, ես գիտեմ այդ հարցի պատասխանը միջև տաս կծերանաս, բայց թող ես հարցը մնա, դեմ եք թե կողմ։ Մնացած հարցերը բխելու են սրա պատասխանից։ Ասնենք առաջ, ինչևից է։ Աչքովս ընկավ իսրայելական 9-րդ ալիքը անդրադարձել էր Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման մասին
Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Ու բավականին adekvat վերլուծություն էին արել։ Ինչու է, երբ լրագրողները հարցնում են Փաշինյանին Իսրայելի ճանաչման մասով, չգիտեմ, շնորհակալություններ, հրավառություններ, ծափեր, գետնախոնար շնորհակալություններ, հա, բայց արի ուտես, որ Փաշինյանը շատ adekvat ասում է իրենց գործնա, մենք որևիցե ձևով զենքայնացման չենք գնալու, որևիցե մեկի հետ։ Ուրեմն, Իսրայելի մեկնաբանը, այս ալիքի, հիանալի լինելով իսրայելցի, հիանալի ըմբռնում է այդ ռեակցիան եւ քննադատելով Նեթանյահուին օբյեկտիվորեն գնահատում է տալով դրական արձագանք Նիկոլ Փաշինյանի ռեակցիային։ Ոսկե այո, իսկ մենք ինչ էինք սպասում, որ հեսա Նիկոլ Փաշինյանը պիտի ասի շնորհակալություն, այն դեպքում, որ մենք հիմա ենք ճանաչում այս թուրք-իսրայելական սրացումների ֆոնին եւ քննադատում է Նեթանյահուին, որ պիտի դա տասնամյակներ առաջվանից ճանաչածներ ու չդառնար զենք Թուրքիայի դեմ։ Այդ ցեղասպանության թեման կոնկրետ, որովհետեւ ասում ենք էլ ենք ցեղասպանություն տեսած, այսինքն այն ինչ որ մենք ասում ենք։ Բրավո, տվյալ մեկնաբանին, նախ եւ առաջ, սա եւս մեկ անգամ ապացուցում է հարգելի եւ ոչ հարգելի լրագրողներ, որ ձեր գործունեությունը, որ ասում ենք խոշորացույցի տակը մշտապես, այնպես որ մի քիչ փորձեք, եթե կիրթել չեք, գոնե կիրթ երևալ, եթե գրագետ չեք, գոնե գրագետ երևալ, գոնե գիտեք, որ 5 շաբթի օրերը ճեպազրույց է, նստեք այդ ձեր մի վագոնով, նու ամեն մեկը բանի, ամեն կայքա հեռուստատեսությունա, բոլոր ինչի վերաբերվում, այդ ձեր մի վագոն գործընկերներով նստեք, հարց ձևակերպեք, խելքի տվեց, մի հատ հարց ձևակերպեք, գիտեք, որ ամեն 5 շաբթի մարդը, 5 շաբթի է, թե 3 շաբթի, 5 շաբթի է կարծեմ, մարդը կանգնում ճեպազրույց է տալիս, ձեր բանի տեղա դնում ձեր հարցերին ու պրյամ ուղիղ մի ժամ պատասխանում ամեն 5 շաբթի, Էրնեկի մեջ եք, Էրնեկի մեջ ձեզ նյութ է տալիս, դուք ախր, Ժողովուրդ ջան, չեմ կարող չասել, ախր դուք 20 տարի որպես լրագրող նյութ չեք ունեցել, բացառությամբ մարտի 1-ի, որը նույնպես կիսատ պռատ եք ներկայացել, նյութ չեք ունեցել, որովհետև սահմանափակված եք եղել, դուք հնարավորություն չեք ունեցել երկրի առաջի դեպքին, երկրորդ դեմքին, երրորդ դեմքին, ինչի մասն եմ խոսում, 100-րդ դեմքին բան հարցնեք, որպեսզի նյութ ունենաք, այսօր մարդու տված ճեպազրույցը մի շաբաթ ձեզ խոսալու թեմա է, մինչև հաջորդ ճեպազրույցը, ճիշտ է, մարդը ձեզ նյութ է տալիս, լավ, գոնե չեք մտածում դրա մասին, մտածեք ձեր կայքի զարգացման մասին, որոշեք այնպիսի հարց տալ, որի պատասխանը, եւ թե հարցը, թե պատասխանը հետաքրքրի ձեր կոնտենտին, ու դա շատանա, որովհետեւ եկեք ձեզ գաղտնիք բացեմ, որը վաղուց գաղտնիք չի, Հայաստանի Հանրապետությունում YouTube-ը մոնետիզացվել է, ճիշտ է, միլիոններ չեն առնում մարդիկ, դա այդպես գնային համակարգը այլ կերպ է հաշվարկվում, բայց կա Մինչև էդ էլ չկար, լավ, գոնե ձեր կայքը հարգեք, ձեր գործունեությունը հարգեք, ձեր հետևորդներին, նպատակը ցույց տվեք ձեր որն է, հիմա հրեաները ընդունում են դա, ընկալում եւ ընդունում են, մենք Հայաստանում մինչև ունենք քաղաքգործիչներ, չգիտեմ, քաղաքականագետեր, միջազգայնագետեր, ոչ եմ գետ վերջածանցով, ինչ կա ունենք, ինչա գետ ասես ունենք, ինչա գետ ասես, այս գետերը մինչև հիմի չեն հասկացել ու չեն ընդունում դա, ոչ միևնույնն է նա պետք է ասել շնորհակալություն Նեթանյահու, շալոմ եւ շնորհակալություն։ Իսրայելցիք հասկանում են, որ
հա, պատրոնը փուստ գնաց, արդյունքում ճանաչվեց ցեղասպանությունը, բայց այն գնդակը, որը նախատեսված էր ուրիշ բաների համար, չաշխատեց, եւ Հայաստանը չներգրավվեց խարդախ բաների մեջ, դա հասկանում են, ընկալում են, բարձր գնահատում են, ասում են չէ լավ, ոնց որ Փաշինյանը ամեն դեպքում շատ ավելի ուժեղ դիվանագետ ու պետական գործիչ է, քան մենք, սրանք չէ, դե որ դուք չեք նայեք ինչ են ասում, չկա, սենց բան չկա, լուրջ սա սենց պարադոքս է մի հատ, քանի որ դուք Իսրայելին չասեցիք շնորհակալություն, ուրեմն դուք գնում եք վիլայեթացման, այն պարագայում, երբ որ Իսրայելն ու Թուրքը իրար հետ հենց հիմա թշնամի են, թիվ 1 թշնամիներն են իրար, հենց հիմա, Իսրայելի համար Պարսկաստանը չի վաղուց, Թուրքիան է, Թուրքիայի համար էլ աշխարհի տարբեր բաները չեն, Իսրայելն է, հասկանում եք դուք, քանի որ Իսրայելին չասինք ապրես, ուրեմն մենք թրքացման ենք գնում, ծնդաբանություն է, մենք պիտի ասեինք, որպեսի Իսրայելի ձեռքին դառնայինք գործիք Թուրքիայի դեմ, տայինք հնարավորություն Թուրքիային, թե սահմանը փակ պահելու, թե իսկապես վիլայեթեցնելու Հայաստանը, արդեն ինչու ոչ ժամանակի ընթացքում հնարավոր է այնտեղ մի քիչ բանը ռազմական գործողություն սկսելը դառնա ընդունելի, լեգիտիմացվի, այդ ժամանակ որոշի Թուրքիան, որ վերացնում է իրենց սպառնալիք համարող տարածքները, վերջ։ Այս մարդիկ նստած ստեղ հրահրում են, ինչ ուզում անում են։ Դո էդ էլ չանդամ, գոնե իմանանք, որ եթե ինչ-որ բան լինի, այդ Օսլայած մազերները տառնելու եք, այդ փափուկ թուշիկները առնելու եք, գալու եք կանգնեք կողքներս, կասենք հա։ Չէ, այդ ժամանակ դուք ընդհակառակ դուրս եք գալու միտինգ անեք, ոնց որ 22 թվականին զինվորին թիկում, մեր բանակին թիկունքից խփեցիք։ Կանգնելու եք միտինգ անեք, ասեք, այ քանի որ, այ ճիշտ է, ճիշտ անում Էրդողանը, այ Հայաստանը դրթեց, մի բառը ոնց էր, չեմ, ես բայն լեզվից սերին է, սադրեց, որ ոնց եք հիմա ասում, Արցախի մասով, ասում եք Հայաստանը սադրեց, որ Ալիևը արձակվեց, այդ ժամանակ էլ եք ասելու, Ցնդաբանությունը, սիրտները կանգնում է գիտեք ինչից, շատ պարզ է ամեն ինչ, պարզվեց, որ այդ տնտեսական պատժիչ մեխանիզմները Հայաստանի մասով չաշխատեցին բավարար չի, Հայաստանը պատրաստվում առաջ գնա ավելի ռիսկով քայլեր անելով, հիմա ասում Ռուսաստան, ստեղ ճանապարհ է բացվում, կամ դու երկաթ գծով մեջն ես, կամ մեջը չես, ճիշտ է Ռուսաստանը մաքսիմումն էր ուզում, այստեղ հստակ ասում են երկաթ գծով կամ մեջն ես, կամ մեջը չես, մենք ես սպասում ենք, որ մեջը լինես, նենց չի, որ չենք, բայց եթե մեջը չես, ուրեմն երկաթ գծերը մեզ է պատկանում, այդտեղ էլ մի քիչ ծախսենք, մի հատ էլ այդտեղ կդիմենք Եվրամիությանը, օրինակ, մի հատ էլ այդտեղ Գալուզինը ելույթ կունենա, կամ Կիրիենկո, խառը Սալավիովներով, Մարգոներով, սրանք այստեղ մի հատ կցնցվեն արդեն ազգային ժողովում կլինեն այդ ժամանակ, հա, Այդ էլ կսեպականաշնորեն գումարը կդնենք սիրուն, մենք կանենք ինչ է եղել, որ կան կոնցեսիոն կառավարության կտանք, ինչ-որ մի միջազգային նորմալ մի ներկայացուցիչ չի։ Սրանց ինֆակտը տեղ է խփում, որովհետև իրանք խնդրել են, որ տնտեսական բաներ արեք, պատժամիջոցներ, որ անեք ժողովուրդը մեզ կընտրի, գիտեք, Ռուսաստանը, որ մեզ կարա չճանաչի հայ ժողովրդին, էդ էլ է նորմալ է, չնայած էլի նորմալ չի, բայց ինչ որտեղ ըմբռնելի է։ Բայց երբ որ դուք մեր չէիք ճանաչում, Նարեկ Կարապետյան, Սամվել Կարապետյաններ, այս մի քիչ չեք զգում, որ աննորմալ է, ձեզ թվում էր, որ այդ մեխանիզմները կաշխատեն հայ ժողովրդի վրա, այսինքն կարելի է բո անել ու այս ժողովուրդը վազելով կգնա բան կանի, ձեր ուզածը կանի, դուք չեք ճանաչում։
Դուք չեք ճանաչում հայ ժողովրդին, հատկապես պատերազմից հետոյի հայ ժողովրդին։ Այդ դրա համար սխալ խաղացիք։ Դե հիմա գնացեք հետ խնդրեք, ասեք դե իմի կներեք, սխալ հաշվարկ են կարել, լավ բացեք։ Տաշիր Սամոն էլ ինչքանա պատրաստ վատություն անի մեր ժողովրդին։ Քանի կարեն միջազգային կազմակերպությունները որ կան, անունը չտամ գովաց չլինի, որ արագ առաքումներ էժան եւ այլն լինում է։ Այդտեղ մի հատ կինո բռնեց հայ ժողովրդի դեմ։ Հետո կոնյակի խնդիրը ստեղծեց, կոնյակի խնդիրը Վրաստանում հայ ժողովրդի դեմ։ Որ ժողովուրդը դուրս էր եկել, խաղողագործները դուրս էին եկել, ես է գնացել լուսաբանում էի։ Այդ ամեն ինչը իր ձեռքի գործներ։ Պարզվեց։ Հիմա պատժամիջոցները, հոսոված ծառավ անգործ չենք նստելու։ Իշխանությունը աշխատում է, գնացել է մի ամբողջ եվրո բանի ղեկավարին բերել է ստեղ։ Այս կինն էլ եկել է, կանգնել է, ասում է ձեր ապրանքները առանց բանի մաքսատուրքի բերեք Եվրոպա։ Այդ նման նախադեպ չի եղել։ Աննախադեպ բան է, երբ որ դու գոնե թե առնվազն տեխնացու երկիր չես, բայց քեզ ասում են խնդիր չունես, դու առանց մաքսատուրքի բեր։ Ուսա ձեռք բերում է։ Ու գիտեք, հիմա մենք պետք է աշխատենք ստանդարտների վրա։ Ու դա ճիշտ է, մի պահ նեղություն են քաշելու մարդիկ, այգեգործները եւ այլն, բայց սա պետության իմիջի եւ մեր մասին առհասարակ ստանդարտների բարձրացումը։ Այսինքն մենք մի ասենք չկա չարիք առանց բարիքն է դառնում, էլի։ Բոլոր ուղղություններով ընդ որում, համ շուկա որպես 150 միլիոնանոց, 130 միլիոնանոց նուր, 450 միլիոնանոց նուր։ Համ որպես շուկա, համ որպես ստանդարտի բարձրացում, արդեն դա մենտալիտետ է փոխում։ Եվ այդ ստանդարտներից, բարձր ստանդարտներից մեր քաղաքացիները նույնպես օգտվելու են։ Բա ինչ, ասենք, չգայինք այդ մակարդակին։ Հաճելի է, չէ՞ դա գիտակցելը։ Հաճելի է, չէ՞ ունենալ վստահություն սնունդի, անկախ նրանից ինչ տեսակ սնունդ է եւ խմիչքի անկախ նրանից թե ինչ խմիչք է, բանի վրա, մակարդակի վրա, ինչ մակարդակի է, մակրության վրա։ Վերջ, որակի վրա։ Վատ բան է դա, շատ լավ բան է։ Եվ հաղորդման վերջնամասում երկու բառով ես կցանկանայի դրական լույսի ներքո վերջացնել այսօրվա հաղորդումը, բայց ցավոք սրտի։ Ցավոք շատ բարկացած եմ ես մասով անկեղծ եթե լինեմ։ Մովսես Հակոբյանի գործով կայացած որոշումը, նույն ինքը Մոսին, համարվեց վաղեմության ժամկետ կիրառվեց եւ սույն գեներալը տվյալ գործով իր լափած 11 միլիոնը դոլարի մասին է խոսքը, տենց չի վերադարձնի։ Հակակոռուպցիոն դատարանը երկու գեներալների մասով նման որոշում է կայացրել։ Սա դատայական համակարգի խայտարակությունն է, տոտալ խայտարակությունը։ Ես կարող եմ կոնկրետ իմ հաղորդման շրջանակներում ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատական համակարգ, դատաիրավական համակարգ գոյություն չունի ու վերջ։ Արեք ինչ ուզում եք, ժողովուրդ ջան, չկան իրանք։ Ու մեզ պետքա ստեղծել, մեր պետությանը, մեր ժողովրդին պետքա ստեղծել դատական համակարգ։ Մենք չունենք դատական համակարգ։ Մեզ պետքա ստեղծել դատական համակարգ։ Ոչ թե բարելավել, բարեփոխել, չգիտեմ ինչ ստանդարտներ դնել, ես շատ գիտեմ ինչ վերիֆիկացումներ անցնել։ Ոչ, մեզ պետքա դատարան։ Մենք պիտի ստեղծենք դատարան։ Սա արդեն խայտարակությունն է։ Ասում է գեներալ, որ դու 11 միլիոն դոլար գողացել ես,
Լավ, գողացել ես, ես քեզ ուզում եմ դատեմ, բայց փաստորեն չեմ կարող, վաղի մոտ ժամկետ անցել է, դա դու շուտ էիր գողացել։ Գեներալի շուտ գողացածը անմիջապես ազդում է այսօրվա սահմանին կանգնած զինվորի վրա։ Եվ երեկվա, եւ 44 օրյայի պատերազմին մասնակցած զինվորի վրա, եւ քառորյային մասնակցած զինվորի վրա, եւ այդ բոլոր զինվորները, ովքեր մասնակցություն չեն ունեցել կամ իրեն ժամանակ ռազմական գործողություն չի եղել, բայց իրենց սննդակարգի վրա, որը որ մեր քաղաքացիներն են 1000 հիվանդությունով բանակից հետ եկած։ Եվ այլն, եւ այլն։ Չէ, վաղը մի ժամկետ անցել է, գնացինք։ Չկա դատական համակարգ, կստեղծենք դատական համակարգ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։